Սուրբ Գիրքն ասում է, թե մենք պետք է ապաշխարենք։ Աստված հիմա ու ամենտեղ պատվիրում է բոլոր մարդկանց, որ ապաշխարեն։ Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք։ Հիսուսը, Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Պողոսը քարոզում էին և ասում, թե մարդիկ պետք է ապաշխարեն։ Ապաշխարությունը Աստծո փրկության ծրագիրն է, սակայն մարդիկ սխալ են հասկանում ապաշխարության նշանակությունը և ասում են, թե մարդը պետք է լա ու ողբա կամ տրտմի մեղքի համար։ Աստված ուզում է, որ սրտանց զղջաս մեղքերիդ համար։ Աստծուց հեռացել ոտնակոխ ես արել Քրիստոսի արյունը, կյանքիդ երկար տարիները վատնել ես, որոնք ետ բերել չես կարող։ Գիտակցաբար թե անգիտակցաբար ծառայել ես չարին։ Հիմա շատ բաների համար զղջում ես ու ողբում։ Զարմանալի չի լինի, եթե դու ամոթ ու ցավ զգաս սրտիդ մեջ, քանի որ մեղք ես գործել քեզ ստեղծող Աստծո և քեզ համար մեռնող Փրկչի դեմ։ Զարմանալի չի լինի, եթե արցունքներդ չկարողանաս զսպել, սակայն արցունք թափելը կամ չթափելը, սրտումդ ցավ զգալը կամ չզգալը, սրանք չեն կարող փրկել քեզ։ Այո, դու տրտմում և ամաչում ես քո մեղքերի համար։ Աստծո ուզածի պես եղած տրտմությունը փրկության համար ապաշխարություն է գործում։ Շիտակ եղող տրտմությունը անմիջական փրկության է առաջնորդում, սակայն լաց լինելն ինքնին ապաշխարություն չէ։ Ապաշխարել նշանակում է մտքի կամ հոգու փոփոխություն ունենալ Աստծո և մեղքի հանդեպ, անկեղծորեն ամբողջ սրտով վստահել Հիսուս Քրիստոսին, որ կարող է փրկել քեզ։